Ալեն այսօր շատ հաճախ են ասում, որ արհեստական բանականության Sense նայեմ լավ։ Մերի նկարում ես գոնեշում։ Իսկ կարամ մի անգամից հարցս տամ։ Չէ։ Այս հաղորդումը լինել է 20 րոպե, որից 15 րոպեն backstage։ 15 րոպեն իսկ մամոջ հաղորդումը backstage-ը լինելու։ Բարև ձեզ, եթերում AI լաբորատորիա հաղորդումն է, ես Մարիամ Հարությունյանն եմ։ Հանրային ռադիոն կրթվել է նորաձև շարժման շրջանակներում Իմ քայլը հիմնադրամի ֆինանսավորմամբ ներկայացնում է թողարկումների շարք, արհեստական բանականության, դրա ընձեռած հնարավորությունների, մշտապես թարմացվող գործիքների, ինչպես նաև հնարավոր վտանգների մասին։ Իմ զրուցակիցը ծրագրավորող Blink Startup-ի համահիմնադիր Ալեն Հովհաննիսյանն է։ Ողջույն Ալեն։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ համաձայնեցիք զրուցել մեզ։ Շնորհակալություն հրավերի համար։ Ալեն, հիմա շատ հաճախ են ասում, որ արհեստական բանականության շնորհիվ հնարավոր է ստեղծել մոտավորապես $1 միլիարդ արժողությամբ ստարտափ, որը կաշխատի մի քանի հոգու փոխարեն։ Հետաքրքիր է ձեր թիմում արհեստական բանականությունը քանի հոգու փոխարեն է աշխատում։ Իրականում ինքը ոչ մեկի փոխարեն չի աշխատում, մեզ օգնական աշխատում որպես, որտեղ մենք վերցել ենք հիմքը, որ AI պետք է լինի օգնական, ոչ թե փոխարինող, ու փորձում ենք տենց իրան որպես գլխավոր կրեդո վերցած գնալ առաջ ու իրան պահում ենք որպես օգնական ցանկացած բանի որ խնդիր է լինում չերես մեր AI փորձում ենք ֆիքսել։ Այսօր հստակ է այն, որ AI-ի շնորհիվ վայրկյանների կամ րոպեների ընթացքում հնարավոր է ստեղծել կոդ։ Իսկ եթե օրինակ ժամանակի ընթացքում պրոյեկտը մեծանա, խնդիր չի առաջանա, եթե կոդը կարիք ունենա հիմնովին փոփոխվելու։ Իրականում շատ են եղել խնդիրներ, որ AI-ով այդ սկզբնական շրջանում ստեղծված պրոդուկտները ունենում են շատ լուրջ անվտանգության խնդիրներ ու միշտ զգուշացումներ էին գնում։ Հիմա բոլոր գործիքները փորձում են այդ ամեն ինչը ֆիքսել տարբեր թարմացումներով, արդեն հասկանում են ինչն է խնդիր գնում։ Հիմնականում լինում էր, որ բանալիներ էին բաց գնում, որոնք պետք է լինեին գաղտնի այդ ամեն ինչը, հիմա փորձում ենք կամաց ֆիքսել։ Մենք այդ խնդիրները արդեն տեսած, ֆիքսած գնում ենք, որ տես խնդիրներ չունենանք մեր պրոդուկտում։ Որպես ծրագրավորող եւ երիտասարդ ստարտափեր, ինչը կյանքում չեք վստահի AI-ի։ Այն մասն ինչ որ դիզայնային առումով, որ մենք պետք է իմանանք մեր օգտվողը ոնց է զգում, ոնց է շարժվում, այդ ամեն ինչը AI չի կարողանա անի, որովհետեւ մենք գիտենք մեր թիրախ ովքեր են, մենք գիտենք իրանք ոնց են մտածում, ոնց որ ինչ մտածելակերպով են շարժվում, ու որտեվ ինչի վրա կսխմեն, այդ ամեն ինչը մի քիչ AI-ի վրա հույս դնելը ու իրան ոնց որ ֆոկուս տալ այդ ամեն ինչը մի քիչ շատ սխալ կլինի, որտեվ ինքը չունի էմոցիա ու ինքը այդ ամեն ինչը չի հասկանալու։ Իսկական մարդկային գործոնը տեղ էմոցիաների առումով կառավարման ու հարմարավետության իրան չենք վստահի։ Իսկ ինչ կլինի, եթե օրերից մի օր արհեստական բանականությունը ձեռք բերի նաև էմոցիա։ Մի քիչ դժվար կլինի, ինքը կփորձի դա խաղացնել, որ ունի էմոցիա, բայց ոնց որ մեքենաները էմոցիա չեն արտահայտում, չեմ հավատում, որ կգան կետ-կետին։ Իսկ այդ հարուցինացիաները, որոնք շատ բնորոշ են արհեստական բանականությանը, ծրագրավորման ոլորտում գործունեության արդյունավետությանը որքանով են խանգարում։ Իրականում լինում է ինչ-որ ուրիշ գործիք միացնելու համար, երբ որ պետքա լինի հստակ կոդերի շարք, ինչ-որ հստակ դոկումենտացիա, եթե չեք նշում, որ գնա կայքից վերցնի դոկումենտացիան, սկսում է հորինել, ինչ-որ սխալ կոդեր է գրում ու ամբողջ կայքը սկսում է չաշխատել դրա պատճառով, համար միշտ նշելը ու հավելաստուգելը ոնց որ պարտադիր պայման է։ Որն է եղել ամենառիսկային որոշումը, որի ժամանակ դուք վստահել եք արհեստական բանականությանը եւ նա ձեզ հիասթափեցրել է։ Իրականում այնպես չի եղել, որ ռիսկային բաները վստահենք, որովհետեւ միշտ վախը լինում է, այնպես կարևոր բաներ արհեստական բանականությանը վստահելու։ Հիմնականում եթե շտապ թարմացումը պետք է իմանալ, որ մարդկային այդ լոգիկայով չենք հասցնի այդքան ժամանակ տրամադրենք, տալիս ենք իրան, բայց հետևից վազում ենք, որ ինքը մի քիչ նորմալ ամեն ինչ անի, խնդիրներ չառաջանան։ Ձեր կարծիքով կգա մի օր, որ ծրագրավորողից կպահանջվի բացառապես ճիշտ պրոմպտ գրել։ Իրականում այսօր արդեն այդ շրջանում ենք լինում, որտեղ նույն Microsoft-ը արդեն աշխատանքի վերցնելուց պահանջում է, որ white coding-ին, այսինքն AI ծրագրավորմանը տիրապետեն։ Այսինքն որ նայեք հիմա այդ աշխատանքային հայտարարությունները պարտադիր սկիլերի շարքում նշվում է, որ տիրապետեն ինչ-որ հստակ գործիքների։ Իսկ այդ դեպքում AI չօգտագործող ծրագրավորողը ինչով է տարբերվում AI օգտագործող ծրագրավորումից։ Կամ արդյոք կա ավանդական ծրագրավորում ասվածը։ Ես ունեմ sense խոսք, իրականում ինքը արդեն շատ տարածված է, ես եմ շատ օգտագործում։ AI չի փոխարինի քեզ, բայց մարդը, որ շատ լավ է տիրապետում AI-ին, քեզ կփոխարինի քո աշխատանքում։ Այսինքն AI-ը հենց հիմա շատ փայլուն գործիք է քո գործը առաջ տանելու ու շատ ժամանակ խնայելու։
Այսինքն, եթե ինչ-որ բան պետք է անեք օրերի ընթացքում, եւ կարող անեք ժամերի ընթացքում, հաստատ ձեր աշխատանքը կփոխարինվի։ Ալեն իմ գործընկեր արհեստական բանականությունը նույն ինքը Աբոն այս պահին արձակուրդում է, առաջարկում եմ տեսակապով միանանք նրան եւ տեսնենք թե ինչ նորություններ է պատրաստել։ Աբո, ողջույն, դու մեզ լսում ես։ Աբո։ Այո, լսում եմ ձեզ, ողջույններ Մեծ Բրիտանիայից, ես շարունակում եմ վայելել արձակուրդս։ Ներկայացնեմ, թե ինչ նորություններ եմ առանձնացրել։ ԱԲ-ն սովորում է լվացք ծալել եւ սպասք լվանալ։ Physical Intelligence ստարտափը ներկայացրեց ունիվերսալ ուղեղ ռոբոտների համար։ Եթե նախկինում ռոբոտին պետք էր կոնկրետ ծրագրավորել ամեն շարժման համար, այս նոր մոդելը թույլ է տալիս ռոբոտներին սովորել կենցաղային գործողություններ, լվացք, սննդի տեսակավորում, պարզապես դիտելով եւ փորձելով։ ԱԲ-ն եւ դիեզերական աղբի խնդիրը։ MIT Technology Review-ն անդրադարձել է մի նախագծի, որտեղ ԱԲ-ն օգնում է կանխատեսել տիեզերական աղբի բախումները երկրի ուղեծրում։ Նոր ալգորիթմները վայրկյանների ընթացքում հաշվարկում են միլիոնավոր բեկորների հետագծերը, ինչը մարդկային ուժերով անհնար էր։ Սա կենսական նշանակություն ունի արբանյակային կապի եւ ապագա տիեզերական թռիչքների անվտանգության համար։ Սիրով, Աբո News։ Շնորհակալություն, Աբո։ Աբո, մի տեսակ փոխվել ես ու սկսել ես էմոցիաներով խոսել, ճիշտ է։ Այո, սկսել եմ էմոցիաներով խոսել, որովհետև ես գնալով կատարելագործվում եմ։ Իդեպ, ես Ալենին հարց ունեմ։ Ալեն ջան, քո կարծիքով ինչպիսին կլինի ԱԲ եւ ծրագրավորում հարաբերությունը 20 տարի անց։ Իրականում շատ լավ հարց է։ Ինձ թվում է մենք հիմա շատ մոտ ենք այդ ամեն ինչին, հաշվառնելով հիմա ինչքան կապված են իրար հետ ու ինչքանով են փայլուն աշխատում ոնց որ իրենց փոխհարաբերությունները, 20 տարուց վախենում եմ պատկերացնեմ ինչքան կխորանա այդ ամեն ինչը ու ինչ էր հնարավոր կլինի անել AI օգտագործելով ծրագրավորման մեջ։ Եղավ, շնորհակալություն հետաքրքիր պատասխանի համար։ Ես գնացի։ Հաջողություն։ Հաջողություն։ Ալեն, մեզ համար շատ կարևոր է, որ մենք ոչ միայն խոսենք AI-ից, այլև ցույց տանք գործնականում, ինչ հետաքրքիր գործի կարող եք ցույց տալ։ Կարող եմ ցույց տալ հենց մեր ստարտափը, որ ստեղծել ենք, այսինքն հիմա կարող եմ ցույց տալ ոնց աշխատում ինքը ու ստեղծենք ինչ-որ մի հատ հավես վեբսայթ միասին։ Հիմա ես ուղղակի մուտք կգործեմ։ Եկեք վեգան պրոդուկտների համար վեբ կայք պատրաստենք։ Եկեք։ Հիմա թող լոգին լինի։ Լոգինից հետո օգտվողը միայն պետք է սարքի համար նոր տարածք, որտեղ աշխատելու է իր կոդի հետ։ Սենց ընդունում ենք new repo բաժինը, մեր մոտ repo-ները հենց տարածքի համար են աշխատում։ Մենք անվանենք vegan store ու ստեղծենք ինչ-որ տարածք։ Ինչպես տեսնում եք, արդեն մեր տարածքը ստեղծվեց ու այստեղ նշված է ինքը մեր ուզած անվանմամբ։ Մենք հիմա ընդհանրապես ասում ենք, որ ինքը ստեղծի ինչ-որ վեբսայթ vegan ուտելիքի խանութի համար։ Այդ որ vegan food store ու AI արդեն սկսում է աշխատել, այստեղ ինքը զուգահեռ նաև ստեղծում է նոր տարածք, մենք իրան անվանում ենք sandbox-ներ, ինքը իրենք ներկայացնում է հավելած առանձին բաժանված տարածք, իզոլացված մնացած այլ տարածքներից, որտեղ դուք live տեսնում եք, թե ձեր կոդը ոնց է աշխատում, ինչ տեսքի է ձեր վեբսայթը, ու իր գլխավոր առանձնահատկությունը այն է, որ ինքը հետո ջնջվում է պրոյեկտի ավարտից հետո, այսինքն տվյալների դուրս գալ արտահոսք ու ինչ-որ հակերային հարձակումներ, այստեղ ուղղակի մի քիչ անհնար են լինում, թե մաքսիմալ ապահով ենք փորձում իրան պահենք։ Իսկ մոտավորապես քանի րոպեների ընթացքում կարող ենք արդեն մեր պատրաստի վեբկայքը տեսնել։ Անկանում կախված բարդությունից, մենք հիմա արդեն հասել ենք 50%-ին, բայց մինչև ինքը աշխատում է, կարող եմ ցույց տալ ուրիշ վեբսայթ, որ մենք արդեն մեր գործիքով սարքել ենք։ Մենք ստեղծել ենք վեբսայթ ClickSmart-ի համար, ինչը ֆինանսական անվտանգության ոլորտում ստարտափ է, ինքը իրազեկման համար է աշխատում, այսինքն ունի բլոգ ու ունի լրահոս, որ ամեն ամսվա վերջ օգտվողը ստանում է նամակ էլ-փոստով, որ ունենք նոր գրառում, որ ձեզ կհետաքրքրի։ Ունենք sense բաժին, որ մեր AI-ը ինքնուրույն սարքել է, մանա եկել ինտերնետում գտել է, թե ինչքան զեղծարարություններ են լինում ֆինանսական ոլորտում ու ստեղծել է բաժին, որտեղ նշված են տարեկան մինչև 2025 թվական ինչքան դոլարի են եղել զեղծարարությունները։ Բայց կարելի է վստահել AI-ի ուսումնասիրած աղբյուրներին։ Եկամ ստուգելը միշտ պետք է, որովհետև աղբյուրները միշտ հարմացվում են, իսկ AI-ի այդ բազան ոչ։ Այստեղ ունենք բաժին, որ AI նշել է, թե ռեգիոններով ինքնուրույն քարտեզ է սարքել ու նշել է ըստ երանգների ինչքան են շատ ու ինչքանով են քիչ, ու արդեն բլոգի բաժին ունենք։ Բացի դա կարևոր նորություն ունենք այս վերջերս մեր թիմի համար, մենք սկսել ենք պարտիզանական համագործակցություն Neon-ի հետ,
Neon-ը իրենից ներկայացնում է երևի աշխարհում առաջին top 1 ռեսուրսը տվյալների բազա ստեղծելու համար։ Մենք իրենց պաշտոնապես ինտեգրում ենք մեր պլատֆորմում, այսինքն օգտվողները ստեղծում են ոչ միայն վիզուալ կայքեր, այլ նաև ֆունկցիոնալով, այսինքն կարող են ստանալ լոգինի էջեր, օգտվողները կարող են ունենալ իրենց հաշիվները կամ պահեն բլոգ, ինչպես արել են ClickSmart-ի համար, ու ունենալ ֆունկցիոնալ աշխատող վեբսայթ, ոչ միայն զուտ վիզուալ ինչ-որ հետաքրքիր բան։ Արդեն լինքը ավարտել է վեբսայթը սարքել, այսպես փոքր վեբսայթ է սարքել, ինչ-որ Verdant ընկերության համար, անունն էլ է հորինել։ Խորագիրը եւս հորինել է։ Ընդհանուր բոլոր տեքստերը այդ ամենը ինքը հորինել է, որտեղ տեքստ չենք տվել։ Այստեղ ինչ-որ մեր ուտելիքները, որ սիրվել են, ասես 4 հատ նույն նկարն է վերցրել, ինչ-որ գներ է դրել իրենց համար, ու ասես բաժին, ինչ-որ ֆիլոսոֆիկ, որ երևի ունենում են, եւ մի քիչ այդ ոլորտի հետ չկա, ասես հավես ֆուտեր է դրել։ Կարող ենք փոփոխություններ անել։ Օրինակ, ես տեսա իհարկե կանաչ գույնը վեգան պրոդուկտի հետ շատ համահունչ է, բայց կարող ենք գունային փոփոխություն մտցնել։ Օրինակ, նարնջագույն դառնա։ Հա, կարող ենք նշենք, որ ուզում ենք որ կայքի բոլոր գույները փոխվեն կանաչից օրանջ։ Դրա համար ասում ենք, որ change all colors from green to orange։ Ինքը նույնիսկ սկսում է բոլոր ֆայլերով վազել ու փոփոխություն անել։ Ես որքանով հասկանում եմ, հիմնական սպառողները ծրագրավորողներն են։ Ну, ոչ միայն, մենք ոնց որ կարևոր այս պահի համար ֆոկուսը դնում ենք փոքր կազմակերպություններին կամ ստարտափներին եւս, որովհետեւ փոքր ստարտափները միշտ պետք է լինում վեբսայթ ունենան, բայց չեն ունենում շատ մեծ բյուջեներ, կամ վեբ դիզայներներին կամ ծրագրավորողներին, ցենց արագ ոնց որ ցենց մեծ այս պահին անվճար է, որքան գիտեմ։ Հիմա փորձական փուլում ենք, դրա համար մեծ կազմակերպություններին ոնց որ առաջարկել ենք իրեն ինքնասպանություն, որտեղ իրենց համար կարևոր է որ ամեն ինչ անխափան աշխատի, նե մեծ կազմակերպությունը։ Ես մենք ընթացքում կարող ենք ունենանք շատ խնդիրներ, փորձական շրջանում ենք, դրա համար անվճար բաց տալիս ենք փոքր կազմակերպություններին։ Հետագայում արդեն գնային որոշակի փաթեթ կներառի։ Հա, մենք անվճար փաթեթը պահպանելու ենք, բայց անվճար փաթեթը իր մեջ ներառելու է, որ որոշակի սահմանափակումներ սահմանափակումներն նշված է լինելու, որ մեր գործիքով է ստեղծվել վեբսայթը, ու մեր անվան տակ է լինելու, իսկ վճարովի փաթեթներում արդեն լինում է օգտվողի համար իրենց անվան տակ, իրենց ինֆորմացիա, ու իրենց անվան տակ նկատվում իրենց հասցեով։ Հասցեով։ Ինքը արդեն կամած սկսում է փոփոխություններ անել, ասենց որ մենք ինքը արդեն live տենում ենք որ փոփոխություններ են լինում, սա կանաչից արդեն գալիս ինչ որ բաց օրանջ գույնի, սա նկարները ինչ որ չգիտեմ ինչի թռան, դրա համար կարևոր է AI-ում ստուգումներ անելը միշտ, որ ասենց խնդիրներ չառաջանան։ Ոսենց ամբողջությամբ գույները արդեն փոխված են կանաչից օրանջի։ Առաջարկում եմ նաև փոփոխություն անենք եւ այդտեղ հատկացրենք, որպեսզի մարդիկ իրենց կարծիքը նույնպես ներառեն։ Օգտվողների կարծիքները։ Այո։ Դրա համար կարող ենք ասել, որ ավելացնենք նոր բաժին։ Օրինակի համար ասենք, որ add a new section for user testimonials։ Մենք սկսում ենք մտածել։ Մենք ոնց որ այս պահին հիմնականում իրան դիրքավորում ենք, որ ինքը տալիս է ձեզ կմախքը, ինչպեսին կլինի ձեր կայքը, բայց նկարները, տեքստերը ամբողջությամբ դուք եք փոխում ձեր խանութին կամ ձեր բիզնեսին հարմարացած։ Այսինքն ինքը մենք ոնց նշեցինք, ինքնուրույն հորինել է ինչ-որ վերնագիր, խորագիր, նկարները, բայց այդ չի համապատասխանում ոնց որ օգտվողի խանութին բնականաբար։ Այսինքն ունենք երկու տարբերական, զուտ ուզենք կմախքը ու սկսենք ինքնուրույն փոփոխություններ անել, կամ միանգամից նշենք, որ արդեն մեզ պետքա վեբսայթ։ Վերջնական տարբերակը։ Հա, նույն նշենք հենց հարցման մեջ, որ մեզ պետքա վեբսայթ, օրինակի համար Verdant ընկերության համար, ով զբաղվում է ինչ բաներով, ու տանք հստակ տեքստերը, որտեղ ինչ է լինելու։ Սարքես Blink Food։ Blink Food-ը սարքել։ Բայց օրանժը պահել է կարևորը։ Blink Food։ Հա, ինքը ասեցի որ ամբողջ իր անունը շատ օգտագործում որ իրանով ասարկել։ Բայց նայ օրանժը պահել է կարևորը։ Blink your body with food, okay։ Սակայն շարունակենք։ Ահա։ Իրականում ոնց ասեցի մենք փորձական շրջանում ենք, մեկ խնդիրներ են լինում։ Ինքը sense մի քիչ մի որոշ բաներ փոխեց, տեսքով հանդերձ անունը փոխեց, հիմա ունենք Blink Food, մեր նոր կայքի փոխարեն, բայց ունենք մեր օգտվողների կարծիքը ստեղ նշված, sense 3 box օրանջ գույնի մեջ։ Բայց այստեղ կարծիքները եւս արհեստական են, այսինքն վստահության խնդիր կառաջանում, որտեղ AI կարծես ինքն է որոշել թե ով ինչ կարծիք պետք է հայտնի տվյալ product-ի մասին։ Իրականում ստեղ ունենք էլի նույն խնդիրը, որ պետքա տանք ձեր կոնտենտը, ինքը զուտ կմախքա տալու,
որ դատարկ ինչ-որ X նորիկներ չլինեն։ Մոտավորապես ձեր պրոդուկտը կլինի այսպեսին։ Հա, ինքը զուտ տեսք է տալիս, կաղապար, որի վրա կարող արդեն լինեք։ Նույնն է ոնց որ ինչ-որ տունը առնում եք, ինքը արդեն ունի ոնց որ այդ ինտերիեր դիզայն։ Հա, ինտերիեր ունի ու դուք արդեն սկսում եք հարմարացնել ձեր համար, ոնց որ ավելի հարմար կլինի։ Ալեն, շնորհակալություն այսօրվա զրույցի համար։ Կարծում եմ մեր հատկապես ծրագրավորող ունկնդիրներին շատ օգտակար եղավ այս թողարկումը, նրանք հասկացան, որ կարող են արհեստական բանականության շնորհիվ րոպեների ընթացքում վեբկայք պատրաստել։ Հա, դες շնորհակալություն հրավերի համար։ Ես հիշեցնեմ, որ իմ հաղորդման հյուրը Blink Startup-ի համահիմնադիր Ալեն Հովհաննիսյանն է։ Իսկ մեր հաղորդման գործընկերը կրթվել է նորաձև շարժման շրջանակներում Իմ Քայլը հիմնադրամն է։ Ես Մարիամ Հարությունյանն եմ, կհանդիպենք։